Մեր հաղորդակցության միայն 7%-ն է բառ, մնացածը մարմնի լեզու, բայց կա մի գործողություն, որը գերազանցում է բոլոր բառերին՝ գրկախառնումը։ Գիտեք, որ յուրաքանչյուր 3 մարդուց 2-ը զգում է մարդկային շփման պակաս։ Մենք շփման կարիք ունենք ոչ թե շքեղության, այլ գոյատևման համար։ Երբ մենք գրկում ենք մեկին, մեր մարմինը ակտիվացնում է իր ներքին դեղատունը։ Այն ազատում է օքսիտոցին, որը մենք անվանում ենք սիրո հորմոն։ Այս քիմիական նյութը կտրում է մեր ստրեսի մատակարարումը՝ կորտիզոլը։ Սա նշանակում է ավելի ցածր արյան ճնշում և ավելի հանգիստ զարկեր։ Նույնիսկ 20 վայրկյան գրկախառնումը կարող է մեղմացնել ցավը։ Բայց կա մի գաղտնիք։ Այս ամենը չի վերաբերում արագ գրկախառնմանը։ Որպեսզի մեր մարմինը ստանա առավելագույն դրական էներգիա, մասնագետները խորհուրդ են տալիս գրկախառնվել առնվազն 6 վայրկյան։ Այս տևողությունը հնարավորություն է տալիս հորմոններին լիարժեք աշխատել։ Գրկախառնումը բուժում է, բայց այն գալիս է ռիսկերով։ Ձեռք սեղմումը մեր ամենամեծ վարակի փոխանցողն է։ Իրականում բռունցքով բարևելը 90%-ով ավելի քիչ մանրէներ է փոխանցում։ Եվ հիշեք ամենակարևորը՝ անհամաձայն գրկախառնումը կապ չի ստեղծում, այլ առաջացնում է ստրես։ Մեր հաղորդած դրական էներգիան կախված է նրանից, թե որքան ենք մենք հարգում մյուսի տարածքը։ Աշխարհը տարբեր կերպ է ողջունում։ Միջին Արևելքում շատ կրոններ խիստ սահմանափակում են հակառակ սեռի հետ շփումը, պահպանելով հոգևոր սահմանները։ Քրիստոնեության մեջ Հիսուսի հպումը որոտներին ոչ միայն բուժում էր, այլ վերականգնում էր արժանապատվությունը։ Մինչդեռ Հնդկաստանում նամաստե ժեստը ոչ միայն հարգանքի, այլև աստվածայինը ճանաչելու ձև է, առանց հպվելու ռիսկի։ Անկախ նրանից, թե դուք այն անվանում եք օքսիդոցինի հոսք, թե դրական էներգիայի փոխանցում, շփումը ուժ է։ Գրկեք գիտակցաբար, գրկեք անվտանգ և գրկեք 6 վայրկյանով։ Փակելու ձեր շփման բացը և բարելավելու ձեր առողջությունը։ Դուք երբևիցե մտածել եք, թե ինչպես ենք մենք հայերս արտահայտում մեր ամենամեծ սերը։ Շատերը հաճախ օգտագործում են «ցավդ տանեմ, մեռնեմ սրտիդ» արտահայտությունները։ Սրանք համարվում են սիրո ամենաբարձր դրսևորումները, սակայն նրանց մեջ թաքնված է ցավ ու մահ։ Ինչպես է այս բարի անեծքը ազդում մեր և մեր ազգի վրա։ Արդյոք մենք գիտակցաբար մեր ազգի կոդի մեջ դնում ենք զոհաբերության էներգիա։ Բոլոր կրոններում, հատկապես քրիստոնեության մեջ, Աստված աշխարհը ստեղծեց խոսքով։ Նա չմտածեց, այլ ասաց՝ թող լինի։ Նույն կերպ մեր բառերն էլ ունեն նույն ստեղծագործ ուժը։ Երբ մենք խոսում ենք, մենք համագործակցում ենք այդ արարչական ուժի հետ։ Գիտությունը հաստատում է, բացասական բառեր արտասանելիս, նույնիսկ ինքնախոսության ժամանակ, մեր ուղեղը ակնթարթորեն ստրեսի հորմոններ է արտադրում։ Դա մեր ուղեղի թռիչքի արձագանքն է։ Մեր մարմինը, որը մեծամասնությամբ ջուր է, արձագանքում է յուրաքանչյուր վիբրացիայի։ Այս արձագանքը խանգարում է մեր տրամաբանական մտածողությանը, հիշողությանը և քնին։ Այսինքն, մարդիկ անիծելով կամ քննադատելով ուրիշին, առաջին հերթին վնասում են սեփական առողջությանը։ Հետևաբար, բացասական խոսքը ուղղակի ինքնաոչնչացում է։ Մեր սերն արտահայտող «ցավդ տանեմ» կամ «մեռնեմ սրտիդ» արտահայտությունները, չնայած բարի մտադրությանը, մեր կոլեկտիվ գիտակցության մեջ ցավ ու մահ են ամրագրում։ Մենք որպես ազգ պետք է սովորենք մեր սերը կոդավորել կյանքով ու առողջությամբ։ Փոխանակ ասելու «մեռնեմ սրտիդ», ասենք «ապրեմ քո կյանքի համար»։ Փոխանակ ասելու «ցավդ տանեմ», ասենք «թող առողջ լինես»։ Փոխենք սեմետիկան, պահպանելով սերը։ Խոսքի ուժն այնքան մեծ է, որ ծնողի անեծքը կարող է անդառնալի ազդեցություն ունենալ զավակի կյանքի վրա։ Անգամ եթե ծնողը զայրացած ասում է «գրողը տանի քեզ», դրանով նա զավակին նվիրաբերում է չար ուժերի և դրանք իրավունք են ձեռք բերում ազդել նրա վրա։ Ձեր խոսքը կորցնում է իր ուժը և պապանձվում է, երբ չկա համապատասխանություն ձեր ներքին վիճակի և արտաքին խոսքի միջև։ Մեր լեզուն կապվում է, երբ մենք կեղծավոր ենք։ Խոսքի պապանձումը հոգևոր պատիժ է, երբ մարդն ինքն իրեն զրկում է ճշմարտությունն արտահայտելու իրավունքից։ Գիտակցեք ուժը, սկսեք ձեր բառերը վերածել բացահայտ օրհնանքի, ոչ թե թաքնված անեծքի։ Հիշեք, խոսքը
տիեզերք բարձրացած ալիք է, որը անպայման վերադառնալու է դեպի աղբյուրը, դեպի ձեզ։ Սա պարզապես հեղուկ չէ։ Այն տիեզերքի ամենահին տարրն է։ Մեր առաջին մոլորակը, Մոր Արգանդը, ջրային աշխարհ էր։ Ջուրը հիշողություն է, էներգիա, եւ այն մեզ հետ է ամեն վայրկյան։ Ապացուցված է, որ երբ բարի խոսք ենք ասում ջրով լի բաժակին, այն փոխում է իր կառուցվածքը։ Մենք 70% ջուր ենք։ Ուրեմն, երբ մեզ ասում են խոսքեր, մեր ներսում այդ ջուրը արձագանքում է։ Դա հոգու հաղորդակցություն է մաքուր տարի, այլ ոչ միայն ֆիզիկական մաքրում։ Բոլոր կրոններում ջուրը համարվում է սրբություն, քրիստոնեության մեջ մկրտություն, իսլամում աղոթքից առաջ լվացում, իսկ բուդդայականության մեջ ջրային մեդիտացիա։ Ջուրը պահում է աղոթքի դաշտը։ Պատահական չէ, որ շատ սիրահար զույգեր սիրում են քայլել ջրային տարածքներում։ Գետերի, լճերի ու ծովերի ափերը ամենաշատ սեր տեսած վայրերն են։ Ջուրը ուժեղացնում է սիրո թրթրանքը։ Հոսող ջրի ձայնը մարդու համար ամենահին եւ սիրելի ձայներից մեկն է համարվում։ Երբ նայում ենք հոսող գետին կամ անձրևին, մեր ուղեղը սկսում է թուլանալ։ Սա խոր հոգեբանական արձագանք է։ Այն մարդիկ, ովքեր շատ ջուր են խմում, ունեն հստակ մտածողություն։ Ջուրը դուրս է բերում ոչ միայն տոքսինները, այլ նաև ստրեսի հորմոնները։ Քիչ ջուր խմելիս ստրեսի հորմոնի կորտիզոլի մակարդակը բարձրանում է 50%-ով։ Բնությունը խոսում է, ու դրա լեզուներից մեկը ջուրն է։ Երբ գետերը ցամաքում են, բնությունը նախազգուշացնում է։ Ջուրը կապ ունի էլեկտրամագնիսական դաշտի հետ, այն մեզ հետ է ամեն վայրկյան։ Եվ եթե մենք դառնանք ջրի նման, կդառնանք հոսող, ուժեղ եւ անխախտ։ Մեր մարմնի ամենահիմնական մասը, ողնաշարը, թաքցնում է զարմանալի գաղտնիք։ Հաշվեք ոսկորները։ Մեծահասակ մարդու ողնաշարն ունի 33 հատված։ Հնագույն ուսմունքները պնդում են, որ դա պարզապես անատոմիա չէ, այլ 33 աստիճանից բաղկացած սանդուղք, ֆիզիկական աշխարհից դեպի բարձրագույն գիտակցություն։ Արևելքում դա կոչվում էր կունդալինիի ճանապարհ, մի հզոր էներգիա, որը քնած է ողնաշարի ներքին հատվածում։ Երբ այն արթնանում է, բարձրանում է վերև աստիճան առ աստիճան, բացելով մարդու ամբողջ ներքին ուժը։ Ինչու է այս թիվը կրկնվում բոլոր մշակույթներում։ Հիսուս Քրիստոսը ըստ ավանդության ապրել է 33 տարի, խորհրդանշելով առաքելության եւ հոգեվոր վարպետության ամբողջական ավարտը։ Մասոնությունում 33-րդ աստիճանը ամենաբարձր պատվավոր կոչումն է, նշանակելով կատարելություն եւ բացառիկ ծառայություն։ Այս ամենը պատահական է, թե թիվ 33-ը ունիվերսալ կոդ է, մարդկային ներուժի իրականացման ճանապարհի խորհրդանիշ։ Իսկ ինչն է ֆիզիկապես միավորում այս գաղափարները։ Պատասխանը ողնաշարի ներսում է։ Մեր ուղեղում արտադրվում է մի կարևոր հեղուկ՝ ողնուղեղային հեղուկը։ Այն սնուցում է մեր նյարդային համակարգը եւ իջնում է ներքև, մինչեւ ողնաշարի հիմքը։ Հնագույն գնոստիկ քրիստոնյաները այս հեղուկը անվանում էին Սուրբ Յուղ կամ Օծում։ Նրանք հավատում էին, որ այս յուղը գիտակցաբար պետք է բարձրացվի 33 աստիճաններով դեպի ուղեղ։ Երբ այն հասնում է գլխին, տեղի է ունենում ներքին պայթյուն կամ լուսավորություն։ Այսինքն 33 ողերով էներգիայի վերելքը նույն գործընթացն է, որը արևելքում կոչվում էր կունդալինիի արթնացում, իսկ արևմուտքում Քրիստոսի գիտակցության հասնելը։ Հիսուսը բոլորին ասում էր, որ երկնքի թագավորությունը ձեր ներսում է։ Սա նշանակում է, որ դա ոչ թե հեռավոր տեղ է, այլ մտքի եւ գիտակցության վիճակ, որին կարելի է հասնել հենց հիմա։ Իսկ մեր ողնաշարը դրա ֆիզիկական քարտեզն է։ Դա ձեր անձնական 33 աստիճանանոց սանդուղքն է։ Այս գիտելիքը մեզ ասում է. ամենամեծ գաղտնիքը թաքնված է մեր ներսում, եւ մեր մարմինն ինքնին դրան հասնելու լավագույն գործիքն է։ Ուղղեք ձեր ողնաշարը եւ դուք կարող եք սկսել վերելքը դեպի ինքնաչանաչում։ Իսկ դու ինչ ես կարծում այս թեմայի վերաբերյալ։ Գրիր քո կարծիքը տեսանյութի մեկնաբանությունների բաժնում, ինչպես նաև լայքիր տեսանյութը նպաստելով այս ինֆորմացիայի տարածմանը եւ բաժանորդագրվիր Արգամ բլոգի էջերին ավելին իմանալու համար։ Ձեզ հետ Արգամ Ռոբերտին էր։ Կհանդիպենք։